Զեկույցի մասին ես առանձին պատրաստ եմ ելույթ ունենամ, ելույթով հանդես կգամ, սակայն ուղղակի մի փոքր դիտարկում անեմ, որ քննարկումը իրապես կարելի է ավելի դեռ կարելի է դեռ հնարավորություն կա ավելի զեկույցի վերաբերյալ տանել, բայց ձեր ներածական խոսքով ոնց որ դուք սրում եք, այսինքն դուք եք հենց ձեր ներածական խոսքով դուրս հանում զեկույցի շրջանակներից եւ հիմա այսինքն իրավիճակն այնպեսին է որ կարող է մեզ մեղադրեք որ մենք զեկույցից դուրս բաներ ենք քննարկում սա ուղղակի դիտարկում պարոն Անդրեասյան ջան մի հատ բան իմ հարցը կապված է ձեր ներածական խոսքում ներկայացված ուսխորհուրդների խնդրին այդ դուք նշեցիք որ կրթության եւ գիտության նախարարությունը բազմիցս հորդորել է որ ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդիրը լուծեն եւ նաեւ եթե չեմ սխալվում ձեր առաջարկությամբ ասացիք որ խնդիր կա կանոնադրական մակարդակում որևէ ինչ-որ փոփոխություն անելու, որի արդյունքում քաղաքականացված լինելու հարցը կլուծի։ Ես ցանկանում եմ բարձաբանումներ ստանալ ձեզանից կապված առաջարկության հետ, ուզում եմ հասկանալ, պատկերացնել մարդու իրավունքների կոնտեքստում, ինչպես կարելի է այդ հարցը լուծել։ Ես ասեմ, ինձ համար ուսխորհուրդների քաղաքականացված լինելու հանգամանքը Եթե չասեմ, որ զզվելի է, ապա գոնե անընդունելի ու անտանելի բան է ինձ համար, բայց մարդու իրավունքների կոնտեքստում մի քիչ բարդ եմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք դրույթ ամրագրել ու ասել այսինչ ուսանող, քանի որ դու այսինչ կուսակցության անդամ ես, իրավունք չունես միավորման անդամ դառնալ, որովհետև ուսխորհուրդը վերջերթունը միավորում է, մարդու միավորումների իրավունքի իրացման մի, ասենք, բջիջ է համալսարանում կամ ցանկացած բուհում։ Այս ուղղակի խնդրում եմ մի հատ քննարկենք լուսաբանեք մեզ, թե դուք ինչ եք առաջարկում, հասկանանք, եթե բանա մենք եմ յանանք այդ առաջարկին։ Մյուսը ես դատական իշխանության հետ կապված հարց ունեմ, դուք հրապարակեցիք զեկույց արդար դատաքննության եւ դրա հետ կապված խնդիրների վերաբերյալ, ես բազմաթիվ իմ հարցազրույցների միջոցով պաշտպանել եմ ձեր այդ զեկույցը եւ ձեզ տարբեր քննադատություններից, դա արձանագրված է տարբեր տեղերում եւ նաեւ փորձել եմ մեկնաբանություններ տալ, այսինքն այստեղ ասել որ падգամավորները կամ ազգային ժողովը պաշտպանի ինստիտուտը չեն պաշտպանել եւ այլն, կարող անձնական այլ մոտեցումներ կան, բայց ինստիտուտի նկատմամբ իրապես կա խորը հարգանք, ես կարծում եմ մեր բոլոր գործընկերների կողմից։ Ես դատական այդ զեկույցի հետ կապված, այդ դրանից հետո ինչ որ փոփոխություններ զգացել եմ մարդու իրավունքների պաշտպանը, այն առաջարկությունները, որ դուք բարձրացնում էիք, այն մոնիտորինգը, որ իրականացրել էիք այդ հարցումների միջոցով, կաշառքներ, կոռուպցիոն ռիսկեր, այսինքն ինչ նոր բան կա դրանից հետո, թե ամեն բան մնացել է այնպես, ինչպես որ այդ զեկույցը դուք հրապարակել եք, այս մեկ էլ երկրորդ հարցը սրա վերաբերյալ է, շնորհակալություն։ Մինչև հարցերին պատասխաները պետք է ասեմ, որ ձեր գնահատականի հետ համաձայն չեմ ընդհանրապես։ Ես խոսում եմ այստեղ կոնկրետ խնդիրներից։ Որևէ մեկին, որևէ բան չեմ ասել։ Ասել եմ կոնկրետ խնդիրներ, որից հետո տեսնում եմ որոշակի վերաբերմունք առանձին падգամավորների կողմից, որը նույնպես հասկանում եմ դրա պատճառը։ Բայց ասել, որ ես պրովոկացնում եմ, որպեսզի խոսակցությունը շեղվի կոնկրետ խնդիրներից դեպի անձնական ինչ-որ խոսակցություններ, դա իմ կարծիքով ոչ միայն ճիշտ չի, այլև ուղղակի արդար չի։ Բայց սա իմ կարծիքն է, ես իրավունք ունեմ, կարծում եմ դա ասել։ Մինչև ձեր մյուս երկու հարցերին պատասխանել պետք է խնդրեմ, որպես իմ իրավունքների պաշտպանություն մի բաժակ ջուր քարտուղարությունից խնդրեմ, որպեսզի կարողանամ շարունակել այս բավական թեժ եւ առողջ քննարկումը, եթե ոչ քննադատությունը իմ անձի կամ ինստիտուտի։ Ինչևից է, հիմա անդրադառնամ ուսանողված, շնորհակալ եմ, ուսանողական խորհուրդների մասին, մենք չենք առաջարկում, որ ուսանողը իրավունք չունի ուսխորհրդում լինել կուսակցական, մենք ասում ենք, որ ուսխորհրդի նախագահը չպիտի լինի կուսակցական, եւ դա հնարավոր տարբերակ է, որովհետեւ լինում են, օրինակ, մարդիկ բոլորը կարող են լինել ինչ կուսակցությունից ուզում են, բայց եթե ինչ-որ կոնկրետ պաշտոն ես զբաղեցնում, ապա իրավունք չունես լինես կուսակցական։ Սա լուծումներից մեկն է, բայց սա միակը կամ ամենաճշմարիտը մենք չենք համարում, ուղղակի որպես տարբերակ առաջարկում ենք։ Ինչ վերաբերում է դատական զեկույցին, երևի իսկապես ինչ կներեք։ Դա էլ է տարբերակ, միգուցե քննարկվի։ Ես ուզում եի անդրադառնալ դատական զեկույցին ասելով, որ մենք իսկապես բարձր են գնահատում ամեն մեկի թեկուզ կես դրական բառը մեր որևէ զեկույցից կամ հայտարարությունից հետո դարձյալ ոչ թե անձնական գովեստի ակնկալիքներով, այլ դրա միջի բովանդակությունը ճիշտ տեղ հասցնելու իմաստով։ Եվ այո, եղել են այնպիսի մարդիկ այս հենց հիմա նստած խորհրդանում, որոնք աջակցել են այդ զեկույցին եւ միգուցե դարձյալ եթե հակադարձումը նման ինձ հիշեցնում էր առանձին դեպքերում հարձակումներ,
բայց դրական արդյունք ես տեսել եմ եւ ինչպես նկատեցիք առաջին անգամ է իմ այս զեկույցների շարքում, որ ես հիմնականում չթիրախավորեցի դատական ոլորտը։ Դա չի նշանակում, որ այնտեղ խնդիրներ չկան ու չեն գրել, դա նշանակում է, որ որոշակի դրական զարգացումներ կան։ Եվ իսկապես այսօր փաստաբաններից, քաղաքացիներից ստացվող այդ սիմպտոմները, օրինաչափությունները, որ տեսնում ենք, մի օրում չէր կարող դա լուծվել այն ինչ որ մենք այնտեղ գրել էինք, բայց որոշակի դրական զարգացումներ կան։ Եվ էլի ինչի չնշեցի սա, որտեվ ասել եմ, այդ րոպեները փորձում եմ օգտագործեմ նոր խնդիր ներկայացնելու, ոչ թե արդեն լուծվող կամ լուծված խնդիրը ներկայացնելու համար։ Շնորհակալություն հարցերի համար։ Շնորհակալություն, պարոն Անդրեսյան, Էլբոն Մարուկյան։ Շնորհակալություն, պարոն Անդրեսյան։ Իս խորհուրդների մասով միգուցե մենք ավելի մանրամասն աշխատանքային կարգով քննարկենք, որովհետև իրապես այդ մտահոգությունը կա, բազմիցս ասվել է եւ հասկանանք, այսինքն այնպիսի բան չանենք, որի արդյունքում մեկ այլ իրավունք խախտվի։ Իմ ասածը սա է։ Ինչ վերաբերում է դատական զեկույցին, ես անգամ ձեր խոսելու ժամանակ հիշեցի, որ իմ հեղինակային հաղորդաշարի շրջանակներում իրական իրավունք, որը լրատվական ռադիոյի եթերում գնում է, ես լայվ լուսաբանել եմ ձեր զեկույցը, ես էլ ասեմ, հասցրել եմ տեղ ձեր խոսքը։ Մնացած մասով, պարոն Անդրեասյան, ես կարծում եմ ուղղակի տպավորություններ այդպիսին, որ սրվում է падգամավորների տրամադրությունները, ես իմ ելույթով միանշանակ կանդրադառնամ մի շարք խնդիրների եւ ուղղակի կարծում եմ, որ ազգային ժողովն էլ իր իրավունքներն ունի, իր կողմից նշանակած ցանկացած պաշտոնատար անձի եւ քննադատելու եւ խորհուրդներ տալու։ Ասենք ցուցում ասելով ես հասկանում խորհուրդ տալու թե այսուհետ ոնց վարվի, որի մասին մանրամասն ես ելույթ կունենամ, ժամանակը չկա, շնորհակալություն։ Բոլոր խորհուրդները շատ թանկ են, տեղում ցանկացած խորհուրդ ի գիտություն է ընդունվում, մենք պատրաստական ենք շարունակել ձեր այդ համագործակցությունը, անկախ նրանից, որ այս դահլիճում մեկ-մեկ լինում ենք շատ անհամաձայն իրար դիտարկումների վերաբերյալ, օրինակ մի այստեղ փոքր օրինակ բերեմ, նախորդ անգամ ասում էիք, որ սպանդանոցը ձեր ինչ ոլորտն է մարդու իրավունքների։ Ուրախությամբ ուզում եմ ասեմ, որ հենց այս առաջարկը գյուղնախարարությունը ընդունել է եւ մենք աստիճանաբար կունենանք առողջ միս մեր ժողովրդի համար այս մի իրավունքը ես այստեղ կարողացել եմ կարծում եմ ահագին պաշտպանել։ Իսկ այսօր թե ես ինչպես կգնահատեմ, դուք ինչպես կգնահատեք այս անձնական պահը, թե ինչպես եմ ես, ասենք, վրթովեցնում падգամավորներին կամ իրենք ինչպես են ինձ արձագանքում, ես նորից հարգանքով վերաբերվելով ուզում եմ պահպանել նաև հարգանքը իմ այստեղ ներկա գտնվելու եւ անձի նկատմամբ։ Ինձ թվում է մարդկային բան եմ ասում եւ այստեղ էլ քաղաքական որևէ բան չի փնտրի։ Շնորհակալություն։